Արագ քայլերով, կարմրած աչքերով արդարադատության նախարարը դուրս է գալիս անհետ կորածների հարցերով ԱԺ լսումներից։ Լավ շմեք, տիկին Գալյան, խնդրում եմ կանգնեք, հասկանում եմ ձեր վրդովմունքը, բայց ասեք ինչ է կատարվում ներսում։ Լավ չեմ զգում, լվացվելու կարելի է։ Հասկանանք, տեսնենք, ծնողները ահավոր վիճաբանում էին ներսում։ Ոչ մի աղետալի բան չի կատարվել։ Ասում է գնում է լվացվելու։ Մինչև որ կետն եք գալու ինձ հետ։ Երբ որ դու կանգնեք, Չէ, ես գնում եմ լվացվելու, կուզեք ինձ հետ մտեք լվացվելու։ Արդարադատության նախարարը լվացվում էր ազգային ժողովի դահլիճից լսվող բղավոցներից հետո։ ինչ է կատարվում ներսում։ Ինչ է կատարվում։ Բան չի կատարվում։ Գործը կամերաներն անջատել։ Եվ զայրացած, եւ հուզված պատգամավոր Գեգամ Նազարյանն է դուրս գալիս դահլիճից, հետո մի քանի ծնող։ Որ պահանջում են Նազարյանից իրենց երեխաների անունները չտալ։ Ներկա հանդիպանը ներկա հարազատ, հերոսի հարազատ, հարց ուղղեց Պողոսյանին։ Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանի մասին է խոսքը։ Ինչ եք մտածում, ինչ պետք է արվի այն տղաների մարմինների հետ, որոնց ծնողները հրաժարվում են ընդունել, որ դա իրենց որդիների մարմիններն են։ Պողոսյանը հարցը ինչ-որ այլ պատասխան տվեց, ես ընդհատեցի, ասեցի, եթե կարելի է պարզաբանեմ ինչ հարցնում, ասեցի խոսքը նրա մասին է, որ ինչ պետք է անենք մենք եւ առաջին հերթին պետությունը, երբ որ ԴՆԹ ուսումնասիրությունների մի քանի անգամ արվելուց հետո հաստատվում է, որ մարմինը պատկանում է այսինչ հերոսին։ Ասի այդ դեպքում ինչ անենք, եթե մարդիկ հոգեբանական կամ այլ տեսանկյունից չեն ուզում ընդունել իրականությունը։ Եվ այդ ընթացքում մի քանի ծնողներ որ թողվեցին, որ ինչու եմ ես նման բան ասում, ինչքան հասկացավ, ասում են, այտենց միտք ասելու իրավունք չունեք, այտենց ինչ-որ բաներ էին բացականչում, վիրավորական արտահայտություններ։ Հանկարծ Անդրանիկ Քոչարյանն է հայտնվում Գեգամ Նազարյանի կողքին, անհանգստացած, այդ ինչեր են գրել, թե իբր Անդրանիկ Քոչարյանին ներսում խեղդել են։ Գեգամ ջան, հիմա ինձ նոր զանգում են, ասում են, վայ, արդեն ինձ այնտեղ խեղդել են ժամոթը։ ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահը վստահեցնում է, պետության ուժային կառույցների ներկայացուցիչները խորհրդարանում են հավաքվել ոչ թե խեղդել, խեղդվելու, այլ լուծում գտնելու։ Անհետ կորած զինծառայողների ծնողները հիմնավոր ապացույցներ են պահանջում, որ իմանան, ում են հուղարկավորում, ասում է Անդրանիկ Քոչարյանը։ Ամբողջ պետական ուժային մեքենան այստեղ այդ հարցերի լուծումները գտնելու համար։ Որը սարებ թազա բան թե կա ասելու։ Ինչ կա, ոնց գիտեք, այս 5 տարի նույն վիճակ։ Անհետ կորած զինծառայողների հարազատներ, պաշտոնյաներ, հերթական այս հանդիպումն էլ լրատվամիջոցների համար հիմնականում փակ էր։ Հիմա էլ եկել եմ օթյակ, բայց ես հարց ունեմ ազգային։ Ծնողներից ոմանց օթյակ էին ուղեկցել, որտեղից հնարավոր չէր հարցեր ուղղել պաշտոնյաներին։ Թե բոլոր հարցերին ըստ ծնողների միշտ նույն պատասխանն են տալիս պատասխանատու այրերն ու տիկնայք։ Ասում են անում ենք։ Ինչ ասեմ, անում են։ 44-օրյա պատերազմից 5 տարի է անցել։ Պաշտոնապես 191 անհետ կորած կա, լուր չկա որևէ մեկից։ 82 չհուղարկավորված մասունք կա։ Արփիս Քեսյան, Նորար Շարբաթյան, Հայլուր։